շարունակում ենք Հակոբոսի թուղթը եւ անցյալ անգամ մենք խոսեցինք աչառության մեղքի մասին եւ այսօր կշարունակենք։ Երկրորդ գլխի առաջի պարբերության մեջ ենք դեռ եւ այսօր միասին գնանք 8-ից 13-րդ համարները, բայց ընթերցենք 1-ից 13 համարները ընդհանուր նորից տեսնենք համատեքստը ոնց է սկսում եւ ոնց է շարունակվում։ Եղբայրներ, իմ աչառությամբ մի ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Փառքի Տիրոջ հավատը, որովհետև եթե ձեր ժողովարանը մի մարդ մտնի, որ ոսկե մատանի եւ շքեղ հագուստ ունի, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ կեղտոտ հագուստով, եւ ուշադրություն դարձնեք նրան, ով շքեղ հագուստ ունի, ու ասեք. դու այս պատվավոր տեղը նստիր, իսկ աղքատին ասեք. դու այդտեղ կանգնիր, կամ եկ այստեղ պատվանդանիս մոտ նստիր։ Դուք ձեր մեջ խտրություն արած չեք լինի, կամ չար խորհուրդների դատավորներ չեք լինի։ Լսեք, իմ սիրելի եղբայրներ, չէ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են, ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ Բայց դուք աղքատին անպատվեցիք։ Չէ որ հարուստներն են ձեզ հարստարում եւ նրանք ձեզ դատարան են քարշ տալիս։ Չէ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որով դուք կոչված եք։ Սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ գրքի համաձայն եք կատարում, պիտի սիրես քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ, լավ եք անում։ Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում, օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով։ Որովհետև ով ամբողջ օրենքը պահի եւ մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի։ Քանի որ նա ով ասաց մի շնացիր, նաև ասաց մի սպանիր։ Ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույն է օրինազանց կլինես։ Այնպես խոսեք ու այնպես արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու։ Ողորմածությունը արհամարում է դատաստանը։ Եկեք աղոթենք արջ։ Հայր, խոնարհվում ենք քո առաջ, Տեր, քո մեծ սիրո, քո հավիտենական ողորմության, Տեր, որով դու մեզ այցելեցիր եւ մեզ չհատուցեցիր ըստ արժանվույնս, Տեր, բայց դու մեզ ազատեցիր քո ողորմության պատճառով, քո մեծ սիրո պատճառով։ Շնորհակալ ենք քո այդ գործնական սիրո համար, որ դու մինչև վերջ քո կյանքը տվեցիր մեզ համար, Տեր։ Հիմա քո առջև են գալիս, որպեսզի մեր սիրտը միտքը պատրաստանես, որ խոսքդ լսելով քեզ ճշմարիտ երկրպագություն անենք, Տեր։ Դու արժան ես մեր երկնավոր Հայր, փառավորվելու մեր կյանքերով, Հիսուսի անունով, ամեն։ Երկրորդ գլխում Հակոբոսը սկսում է խոսել Աստծո իրական զավակի ճշմարիտ սիրո վերաբերմունքի մասին։ Սեր, որ ուղղված է իր շուրջինների նկատմամբ։ Այն գործնական սեր է, որը իր մերձավորին է ուղղվում։ Ինչպես է հնարավոր սիրել, հոգ տանել, ծառայել մարդկանց անաչառ կերպով, հավասարապես կարևորելով եւ գնահատելով Աստծո յուրաքանչյուր զավակին։ Հակոբոսը խոսելով գործնական եւ հոգատար սիրո մասին նախ խոսեց աչառության մեղքի մասին, որովհետեւ աչառությունը այն խոչընդոտներից մեկն է, որը խանգարում է քրիստոնյային սիրել մարդկանց այնպես, ինչպես Հիսուս է սիրում։ Ինչ է նշանակում աչառություն։ Անցյալ անգամ էլ տեսանք, որ այստեղ օգտագործված հունարեն բառը ուներ երկու արմատ, առաջինը դա դեմք կամ արտաքին տեսք, եւ երկրորդը ընդունել, այսինքն աչառություն նշանակում է ընդունել կամ գնահատել ըստ արտաքին հանգամանքների ու վարվել ըստ այդմ։ Ֆավորիտիզմ տերմինը, որը նույնպես աչառությունն է կամ կողմնակալությունն է, սահմանվում է հետևյալ կերպ. որևէ մեկին կամ մարդկանց խմբին առավելություն տալ կամ նախապատվություն տալ։ Մեկ անձին մյուսից ավելի լավը վերաբերվել, լավը համարել, քանի որ ինչ-ինչ պատճառներով դու նրան նախընտրում ես։ Եվ դու հատուկ վերաբերմունք ես ցուցաբերում քո սիրելիներին ըստ քո անձնական համակրանքի կամ այլ կողմնակալ պատճառների։ Իսկ քո մեղավոր անձին ոչ սիրելի կամ քիչ սիրելի մարդկանց չես ցանկանում ցուցաբերել նույն հոգատար ու արժևորող սեր։
Այսինքն դու առաջնորդվում ես քո զգացմունքներով, հարմարավետությամբ, մարմնականով եւ ոչ թե Աստծո հոգով կամ խոսքով։ Օրինակ նայելով մարդու ունեցվածքին, հագուստին, տեսքին, պահվածքին, ինչպես մենք տեսանք այս օրինակում, նրա կարողություններին գուցե կամ նրա տկարություններին կամ մեղքերին անգամ, եւ դու նայելով առաջնորդվում ես քո մարդկային տկար մտքով կամ չար խորհուրդներով անգամ կամ մեղավոր ցանկություններով, չկարևորելով մարդ արժեքը կամ չկարելով ճշմարտությունը, թե ինչ է ասում Աստված քո վերաբերմունքի մասին բոլոր մարդկանց նկատմամբ։ Եվ սա տանում է մակերեսային ու անարդար դատողության, անարդար եզրակացության եւ սխալ արդյունքի։ Աչառությունը դա մարդու վերաբերմունքն է ուրեմն դիմացինի նկատմամբ կախված անարդար ու սուբյեկտիվ կարծիքից։ Այն հանգեցնում է անարգալից վերաբերմունքի, սիրո եւ հոգատարության բացակայության, դիմացինին չկարևորելու, չգնահատելու եւ ծառայելով չբարձրացնելու նրան։ Ինչպես ենք մենք այսօր մտածում, ինչպես ենք մենք դատում, մեր շուրջի մարդկանց միջև ինչ տարբերություններ ենք դնում, ինչ դասակարգումներ ենք դնում, ինչ գնահատականներ ենք տալիս։ Նախորդ հատվածում մենք տեսանք, որ Հակոբոսը ցույց տվեց, որ աչառությունը անհամատեղելի է կենդանի հավատքի հետ, ճշմարիտ քրիստոնեության հետ։ Հակոբոս գրքի գլխավոր թեման կենդանի հավատքի դրսևորումն է, գործնականում թե ինչպես է այն կյանք դառնում։ Խոսելով աչառության մասին Հակոբոսը ցույց է տալիս, թե ինչպես է իրական հավատքը վարվում անաչառ։ Իսկ այս բարբերության երկրորդ հատվածում Հակոբոսը տալիս է մեզ 3 միջոց հաղթելու աչառության մեղքը։ Միասին տեսնենք 3 միջոց, թե ինչպես հաղթարենք մեղքը։ Առաջինը սիրիր մերձավորիդ, երկրորդը գիտակցիր այս մեղքի լրջությունը եւ երրորդ եղիր ողորմած։ Ուրեմն, առաջին ինչպես լինել անաչառ։ Սիրիր մերձավորիդ 8-րդ համարում։ Ուրեմն, եթե թագավորական օրենքը Սուրբ գրքի համաձայն եք կատարում, պիտի սիրես քո դրացուն, ինչպես ինքդ քեզ, լավ եք անում։ 8-րդ համարում Հակոբոսը ցույց է տալիս, որ եթե սիրում ես քո դրացուն, քո անձի պես, լավ ես անում, այդ կերպ դու անաչառ կլինես։ Նախորդ հատվածում Հակոբոսը տվեց հարուստի ու աղքատի հանդեպ ցուցադրած աչառ վերաբերմունքի օրինակը։ Իսկ հիմա 8-րդ համարում մեջբերելով գրվածքներից մերձավորին սիրելու մասին նա ցույց է տալիս, որ աչառությունը հակառակ է Աստծո թագավորական այս սիրո օրենքին։ Այս սիրո պատվերը նա կոչում է թագավորական օրենք։ Այսպիսի արտահայտությունը նոր գտականում օգտագործված է միայն այստեղ։ Հակոբոսի թղթում շատ ենք հանդիպում, շատ տերմիններ, բառեր, արտահայտություններ, որ ուրիշ նամակներում չենք հանդիպում, դրա համար երբեմն այն դժվար է լինում հասկանալ, բայց Տիրոջ ողորմությամբ փորձենք համատեքստում հասկանալ։ Պիտի սիրես քո դրացուն ինչպես ինքդ քեզ։ Ուրեմն նա մեջ է բերում 5 գտակարանից Ղևտացիների գրքից, նախընթերցենք Ղևտացիներ 19-18, օրենքի մեջ գրված էր, որ վերեշխնդիր չլինես եւ քո ժողովրդի զավակների դեմ ողջ չպահես, այլ քո մերձավորին սիրիր քո անձի պես, ես եմ Տերը։ Եվ այս պատվերի մասին նաեւ Հիսուս հիշատակեց եւ նրան հարցրեցին, թե ո՞րն է ամենամեծ պատվիրանը։ Եվ նա պատասխանեց Մատթեոս ավետարանում ենք ընթերցում 22-րդ գլխում։ Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը։ Հիսուսը նրան ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը, եւ երկրորդը նրա նման։ Սիրիր քո դրացուն ինչպես ինքդ քեզ։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքը եւ մարգարեները։ Պողոսը նույնպես մեջ բերեց այս տողերը իր թղթերում, օրինակ Հռոմեացիս նամակում կարդում ենք 13-րդ գլխում։ Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմիայն սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողը օրենքը կատարել է։ Քանի որ մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, մի ցանկացիր եւ ուրիշ ինչ պատվիրաններ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում։
պիտի սիրես քո դրացուն, ինչպես ինքդ քեզ։ Սերը դրացու նկատմամբ չարիք չի գործի, ուրեմն օրենքի լրումը կամ օրենքի կատարումը սերն է։ Ուրեմն թագավորական օրենքը դա սերն է, քանի որ եթե իրապես սիրես, օրենքի բոլոր մասերը կպահես դրացուդ նկատմամբ, քանի որ չարիք չես գործի, չարիք չես կամենա։ Իրական սիրո մեջ ուրեմն տեղ չունի աչառության մեղքը։ Իրական սերը չի դասակարգում մարդկանց, չի տեսնում ոմանց ավելի սիրելի ու արժեքավոր, իսկ ոմանց ավելի քիչ։ Մեկը հարցրեց Հիսուսին. իսկ ով է իմ մերձավորը։ Գրված է, որ նա ցանկանում էր ինքն իրեն արդարացնել, Ղուկաս 10:29-ում։ Նա ուզում էր իրեն արդարացնել այս հարցը տալով։ Այսինքն ինքն ուներ իրեն հարմար, իրեն ցանկալի մերձավորներ, եւ կային շատ ուրիշներ, որոնց ինքը չէր ցուցաբերում հավասարաչափ հոգատար սեր։ Բայց ուզում էր ինքն իրեն արդարացնել, որ իբր ճիշտ է անում, որ սերը ցուցաբերում ոմանց, իսկ ոմանց չի ցուցաբերում։ Արդյոք չես նկատել նույն մտքերը քո մեջ, երբ փորձում ես ինչ-որ պատճառաբանություններ գտնել, որպեսզի արդարացնես քո աչառությունը։ Դրացի կամ մերձավոր բառը հունարենում նշանակում է մեկը, ով այդ պահին քո կողքին է։ Մերձավորը միայն քո մտերիմ ընկերը չէ, կամ քո ճաշակին ու շահին հարմար մեկը չէ, քեզ սիրող ու բարի կանող մեկը չէ միայն։ Հիսուս պատմեց բարի սամարացու առակը, որով ուզում էր ցույց տալ, որ մերձավորը յուրաքանչյուր մարդն է, ով տվյալ պահին քո կողքին է ու ունի կարիք։ Եվ միևնույն ժամանակ այդ պահին դու ունես հնարավորություն օգնելու եւ լրացնելու այդ կարիքը։ Հիսուսն ասաց. «Սիրեք անգամ ձեր թշնամիներին»։ Քո այսպիսի գործնական սերը Տերն օգտագործում է ավետարանը հասցնելու քեզ պատահած այդ մերձավորին, որքան առավել Աստծո ընտանիքում չպետք է մենք ցուցաբերենք աչառությունը։ Ասում ես, եթե աչառություն եք անում, ուրեմն մեղք եք գործում, քանի որ խախտեցիք արքայական սիրո օրենքը։ Քո աչառությամբ դու կորցնում ես քեզ ընձեռված հնարավորությունը ցուցադրելու Հիսուսին, նրա սերը, աղբյուրին։ Քո աչառությամբ դու դեմ ես գնում նրա նպատակներին։ Եվ իհարկե այստեղ մենք նույնպես կարիք ունենք իմաստության, օրինակ երբ խոսքը գրում է ֆինանսական օգնությունների մասին, որ չլինի դու ծառայես դիմացինի ցանկություններին, կարծելով թե դա նրա իրապես կարիքն էր։ Քանի որ մարդիկ չարաշահում են եւ օգտագործում են հոգեվոր մարդկանց սերը իրենց չար մտածությունների ու ցանկությունների համար։ Անաչար վերաբերմունքը, գործնական սերը շատ ու շատ տարբեր կերպերով է դրսևորվում։ Եվ այն միայն ֆինանսական օգնության մասին չէ, թեև իհարկե այն նաև մարդկանց ֆիզիկական կարիքների մասին հոգալն է, ինչպես հաջորդ հատվածում մենք կտեսնենք, թե ինչպես Հակոբոսը խոսում սրա մասին, ասելով ինչ է օգուտը, եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ դուք մարմնի անհրաժեշտ բաները նրանց չտաք։ Այսինքն խոսքը գնում է իրապես կարիքի մասին եւ ոչ թե մարդկանց չար ցանկությունների ու մտադրությունների։ Իսկ այս բաները տարբերակելու համար պետք է հասկանալ, արդյոք այն ինչ քեզնից խնդրում են, իրապես կարիք է։ Ես շատ եմ լսել դեպքեր, երբ պարզ ու միամիտ քրիստոնյաներին շահագործում են, խաբում են եւ գումարներ են վերցնում, սակայն դա չի ծառայում Աստծո կամքի համաձայն։ Այդ գումարները ծառայել են մեղքին կամ մարդու ցանկություններին եւ ոչ թե այն կարիքի լրացման համար, որը որ իրականում կար։ Դրա համար այստեղ մենք կարիք ունենք իմաստության, թե որն է այս հարցում անաչառությունը, իսկ որն է զգուշությունը չծառայելու մարդու ցանկություններին։ Չէ՞ որ մենք մեր ցանկություններին չենք ուզում ծառայել։ Նմանապես մարդկանց չար ցանկությունների ծառա չպետք է դառնանք։ Բայց մենք կանչված ենք գործնական եւ հոգատար սեր ցուցաբերել մեր շուրջի մարդկանց նկատմամբ, տեսնելով նրանց կարիքը։ Հոգալ ըստ այն հնարավորության եւ այն կարողության, որը Աստված է տալիս մեզ, որի համար անհրաժեշտ է ինքնազոհություն, հրաժարվելով քո ցանկություններից ու հարմարավետությունից հանուն քո մերձավորի կարիքի։ Եփեսացիս 5:29 Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում եւ խնամում է, չէ՞ այն։ Մենք կարիք չունենք սովորելու, թե ինչպես պետք է մեզ սիրենք։ Չկա ոչ մի պատվեր Սուրբ գրքում,
որը կասի սիրիր քո անձը։ Մարդը ամեն օր իր անձի մասին այսպես թե այնպես հոգ տանում, իր կարիքներն է լրացնում, առաջինը իր աչքի առջև իր սեփական եսն է, որտեղ մենք չափազանց եսակենտրոն ենք։ Իմ հագուստը, իմ հանգիստը, իմ տունը, իմ մեքենան, չէ, իմ մարդիկ կան, որ ասում են, տես գրված է սիրիր դիմացինիդ ինչպես քո անձը, չէ։ Դրա համար ես պետք է նախ ինձ սիրեմ, հետո նոր դիմացինին կարողանամ սիրել։ Բայց դու այսպես թե այնպես եսասեր ես։ Եվ այս համարը չի պատվիրում սիրել ինքդ քեզ, այլ սովորեցնում է թե ինչպես սիրել դիմացինին։ Ինքդ քեզ սիրելը պարզապես այստեղ օրինակ է, որը միշտ քո աչքի առաջ է։ Թե ինչպես է դու քեզ սիրում, այդ ցույց է տալիս, թե ինչպես պետք է դիմացինին սիրես։ Օրինակ, պատրաստ ես քո հանգիստը, քո ցանկությունը դնել մի կողմ ու մտածել քո քրոջ կամ եղբոր հանգստի կամ կարիքի մասին։ Գիտեք ինչն է դարքիր։ Աչառության թեմայի մասին խոսելիս Հակոբոսը խոսում է մարդու եսասիրության մասին։ Աչառություն թեման ու կա այստեղ եսասիրություն։ Նա չի ասում սիրիր քո դրացուն, ինչպես սիրում ես քո ամենամտերիմ ընկերոջը։ Սիրո համատությունը նա չի տանում, օրինակ դիմացդ գտնող երկու մարդկանց միջև, ու ասում է այդ երկու մարդկանց հավասարապես սիրիր։ Ոչ, այլ նա համեմատում է քո հանդեպ ունեցած քո սիրո եւ դիմացինի հանդեպ ունեցած քո սիրո տարբերությունը։ Այսինքն աչառություն կա անգամ մեր եսասիրության մեջ։ Դու երբ քո եսի շահն ես փնտրում, քո եսի համար ես ապրում, իսկ կողքիդ մարդկանց չես ծառայում, այդտեղ նույնպես աչառություն կա։ Սուրբ Գիրքը բազմիցս պատվում է, չէ՞, ասելով մեզ փնտրեք դիմացինի շահը նույնպես։ Եթե դու մտածում ես, թե որքան հասուն հոգևոր ես, որքան ամուր կանգնած ես, մեղք չես գործում կամ շաբաթը մեկ անգամ ես գործում, ինչ որ բարձունքի ես հասել, այլևս կարիք չունես սովորելու, կարիք չունես փոխվելու, Հիսուսին նմանվելու, կարիք չունես ամեն օր զորանալու Աստծո խոսքով ու շնորհով, որ ապրես իրեն հաճելի կյանք, ապա ուսամ սա մեզ կխոնարեցնի։ Սա կհասկացնի, որ մենք ամեն առավոտ կարիք ունենք Տիրոջը հաղորդակցության, Տիրոջով լցվելու, զորանալու, որպեսզի մենք հասկանանք այս աչառությունը մեր մեջ որ կա եւ թե ինչպես ապրենք Հիսուսի նման։ Պողոսն ասում է այլևս ես չեմ ապրում այս մարմնի մեջ, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Իսկ ես հավատքով գնում եմ նրա հետևից։ Քրիստոս ապրում է մեր մեջ ու բերելու այսպիսի պտուղներ, եթե մենք չապրենք մեր մեջ ու մենք չապրենք մեր եսի համար։ Նախորդ հատվածում Հակոբոսը համատեց ուրեմն երկու մարդկանց նկատմամբ ցուցաբերած քո վերաբերմունքը, իսկ այստեղ նա համատում է քո եսասիրության եւ դրացուդ նկատմամբ ցուցաբերած հոգատար սերը։ Ուրեմն երբ դու կհաղթես աչառության մեղքը եւ գործնականում այն, ինչ անում ես քո եսի համար, դրացուդ կյանքում տեսած կարիքի ժամանակ քեզնից կտրես ու նրա կարիքը լրացնես։ Այս անելով դու կանես նաեւ առաջինը, դու այլևս դիմացդ մարդկանց չես դասակարգի, լավ ու վատ չես անի, այլ ամենքին կդիտարկես հավասար մեկը։ Պետք է նշել, որ խոսքը չի գնում այն մասին, որ մենք պետք է բոլոր մարդկանց, բոլոր խնդիրներն ու կարիքները լուծենք։ Ոչ, խոսքը գնում այն մասին, որ երբ Տերը քո ականջին կամ քո աչքին ցույց է տալիս մի կարիք, եւ քո ձեռքին նա դրել է հնարավորություն օգնելու այդ պահին քո այդ պատահած մերձավորին։ Եվ հարցն այստեղ այն է, դու այդ հնարավորությունները օգտագործում ես քո եսի ու ցանկությունների համար, թե սիրով կտրում ես քեզնից դիմացինի կարիքը հոգալու համար կամ նվիրաբերելու Աստծո արքայության գործերի համար։ Առակաց 28-27 Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ իր աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։ Առակաց 21-13 Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի եւ պատասխանող չի գտնվի։ Իսկ աղքատ այն կարիքավոր մերձավորն է, որի կարիքի մասին Տերը քեզ հայտնել է, Տերը քեզ ցույց է տվել, կամ ինչ-որ դու լսել ես դրա մասին, դու տեղեկացել ես դրա մասին։ Իսկ դու երբ լսում ես կամ տեսնում ես
ինչպես ես արձագանքում։ Քո կարողությունները պահում ես քո անձի համար, քո հաճույքների, քո ցանկությունների, թե Աստծո տվածը օգտագործում ես Աստծո փառքի համար։ Ինչ ես կարծում, դու այս կյանքը պետք է ապրես քո անձի համար, թե ուրիշների համար։ Ում համար պիտի մենք ապրենք, որպես Հիսուսի հետևորդներ։ Հիսուսի կյանքի օրինակն ինչ է ցույց տալիս քեզ։ Ում համար ապրեց Հիսուս իր երկրավոր կյանքը։ Նա եկավ աշխարհ ապրելու մարդկանց համար, գտնելու կորսվածներին, փրկելու նրանց ու իր կյանքը զոհելու մեզ համար։ Նա ապրեց Հայր Աստծո համար, նրա փառքի համար, նրա կամքը կատարելու համար։ Իսկ դու ում օրինակին պետք է հետևես, եթե քեզ համարում ես Քրիստոսի հետևորդ։ Ծառայելն Աստծո նշանակում է ծառայել մարդկանց։ Հիսուսն ասաց. «Իմ եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք»։ Դու կընթանաս Հիսուսի հետքերով, կնմանվես նրան, կկատարես Աստծո պատվիրանները եւ սիրես դրացուտ, ինչպես սիրում ես քո անձը։ Ուրեմն առաջին ինչպես լինել անաչառ։ Ինչպես տեսնել այդ մեղքը եւ գործել դրան հակառակ։ Առաջինը սիրի մերձավորիդ քո անձի պես։ Երկրորդը մեր տեքստում ինչպես լինել անաչառ։ Երկրորդը գիտակցիր այս մեղքի լրջությունը։ 9-րդ համարից կարդանք։ Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում, օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով, որովհետև ով ամբողջ օրենքը պահի եւ մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին է պարտական։ Քանի որ նա ով ասաց մի շնացիր, նաեւ ասաց մի սպանիր, ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույն է օրինազանց կլինես։ Բայց եթե չես կատարում արքայական օրենքը, չես սիրում դրացուտ ինչպես քո անձը, ապա այստեղ աչառություն ես անում։ Եթե դու չես սիրում դրացուտ քո անձի պես, դա մեղք է համարվում Աստծո համար։ Դու մերժում ես այսպիսով Աստծո մեծագույն պատվիրանը, սիրո պատվիրանը։ Օրենքը դատապարտում է ու վկայություն է տալիս, որ դու օրինազանց ես։ Օրինազանց նշանակում է մեկ, ով խախտում է օրենքը։ Երբ դու աչառություն ես գործում, դու խախտում ես Աստծուց դրված սիրո օրենքը, եւ այն վկայում է, որ արդար դատաստան է անելու դրա դեմ։ Եվ այն ցույց է տալու քեզ, որ դու օրենք խախտող ես։ Դատապարտել բառը այստեղ նշանակում է բացահայտել, հանդիմանել, մեղադրել ու արդար գնահատական տալ։ Այսինքն օրենքը արդար վճիռ է կայացնում։ Ճշմարտությունը մեկն է, ու այն ամեն ինչ հակառակ է Աստծո ճշմարտությանը, այն մեղք է, ու այն չի կարող արդարանալ։ Այդ օրենքը ուրեմն մարդուն գնահատում է որպես օրինազանց, եւ հետո Հակոբոսը այստեղ այս 3 համարներում տալիս է հիմնավորում, թե ինչու է աչառություն անող մեկը խախտում օրենքը եւ համարվում հանցագործ, որպեսզի այն տա հասկացողություն մարդուն եւ տանի լրջության։ Նա հիմնավորում է տալիս, որ մենք մտածենք, հասկանանք եւ այն մեր մտքի փոփոխության մեջ ազդի եւ ազդի մեր խորը գիտակցության վրա։ Ուրեմն տեսեք 10-րդ համարում պահել այստեղ պահել եւ սայթաքել բայերը հունարենում այնպիսի եղանակով են գրված, որը ցույց է տալիս ոչ թե իրականում հնարավոր դեպք, կարծես կա այնպիսի մարդ, ով կարող է պահել ամբողջ օրենքը, կամ սայթաքել միայն մեկ հարցում իր կյանքի ընթացքում։ Ոչ, Հակոբոսը տալիս է այստեղ ծայրահեղ օրինակ, որպեսզի ավելի վառ ներկայացնի մեր մեղքի բերած արդյունքը եւ աչառության մեղքի լրջությունը, որովհետեւ ով ամբողջ օրենքը պահի եւ մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի։ Իրականում հնարավոր չէ, որ լինի մարդ, ով ամբողջ օրենքը պահի, եւ հնարավոր չէ, որ լինի մարդ, ով միայն մեկ մեղք գործած լինի։ Մեկ օրենք խախտելը նման է պատուհանին մուրճով հարվածելուն։ Դու կարող ես հարվածել միայն մեկ կետի վրա, բայց այն կկոտրի ամբողջը։ Պարտական կլինի բառը նշանակում է կհամարվի մեղավոր։ Քանի օրենք պետք է խախտել, որպեսզի մարդ համարվի մեղավոր կամ հանցավոր։ Մեկ օրենք, ինչպես Ադամի ու Եվայի պատմության մեջ նույնպես
տեսնում ենք մեկ անհնազանդությունը նրանց արդեն դարձրեց մեղավոր։ Այսպիսով Հակոբոսի նպատակը աչառությունը որպես մեղք ներկայացնելն է ու ապացուցելն է։ Այս մեղքը կարող է քեզ փոքր բան թվալ գուցե, սակայն Աստծո համար յուրաքանչյուր մեղք հանցանք է։ Որտեղ մենք չենք կարող մեզ համար ընտրել հարմար պատվիրաններ, կարևոր պատվիրաններ եւ անկարևոր պատվիրաններ։ Մենք պետք է ձգտենք ամբողջական հնազանդության։ 11-րդ համարում Հակոբոսը շարունակում է հիմնավորել, ասում է, քանի որ նա ով ասած մի շնացիր, նաև ասած մի սպանիր, ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույն է որ հնազանդ կլինես։ Ինչու է մեկ պատվիրանի խախտումը մարդուն դարձնում ամբողջ օրենքի նկատմամբ պատասխանատու։ Քանի որ Աստծո օրենքը իր բոլոր մասերով ունի մեկ հեղինակ։ Ասում եմ, քանի որ նա ով ասած, այսինքն Աստված է, որ տվել է բոլոր պատվիրանները։ Նա է ասել մի շնացիր, նա է ասել մի սպանիր, նա է ասել աչառություն մի արա եւ մյուս բոլոր պատվիրանները։ Հետևաբար մեկ պատվիրանի խախտումը արդեն իսկ թշնամություն եւ ըմբոստություն է այդ հեղինակի դեմ։ Մեղք գործելու գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ այն ուղղված է Աստծո դեմ, այն պատերազմ է հայտարարում Աստծուն, այն անարգանք է Աստծո նկատմամբ։ Ուստի հարցն այն չէ, թե քանի հատ մեղք ես գործում կամ քանի հատ պատվիրան ես պահում, այլ հարցն այն է, որ մեկ պատվիրանի խախտումը արդեն անարգանք եւ թշնամություն է Աստծո նկատմամբ։ Քանի որ յուրաքանչյուր պատվիրան բխում է Աստծո կատարյալ էության հատկություններից։ Չկա մի պատվիրան, որը անկարևոր լինի կամ պատահական լինի։ Աստված հենց այնպես որևէ պատվիրան չի տվել։ Այդ ամենը կապված է նրա էության հետ, նրա ով լինելու հետ։ Բարոյականության բոլոր նորմերը, բոլոր օրենքները, այն ինչ որ մենք կոչում ենք բարի կամ չար, այդ ամենը համատվում է Աստծո էության հատկանիշների հետ, որտեղ այդ օրենքը, այդ արդարությունը, այդ բարոյականությունը, այդ սրբությունը նրա էությունից է դուրս գալիս, նրա էության հատկանիշներից է դուրս գալիս։ Եվ նա է այն մեկը, ով որոշում է, որն է չարը, որը բարին։ Եթե մեկը գողանա քո մեքենայի օրինակ կողային հայլիները, եւ հետո երբ իմանաս ով է նա ու կանչես պատասխանատվության, պատկերացրու նա քեզ ասի. դե ես կարող եի քո մեքենան էլ չէ գողանալ, բայց չեմ գողացել։ Կամ ասի ես կարող եի քո մեքենայի անիվներն էլ չէ գողանայի, բայց չեմ գողացել։ Շնորհակալ եղիր, որ մյուս մասերը չեմ գողացել քո մեքենայի, այլ միայն այս հայլիները։ Ինչ կասեի դու այս մարդուն։ Արդյոք այս գողին կարելի է արդարացնել ու համաձայնվել իր չար մտածելակերպի հետ։ Ոչ, նրա խախտած մեկ օրենքը բավական է, որ նա համարվի հանցավոր եւ դատապարտվի։ Նա այդ մեկ մասի գողությամբ արդեն իսկ քո անձը անարգել է ու վիրավորել է, իսկ հիմա փորձելով քեզ հիմարեցնել ու իր անձը արդարացնել, քեզ դրանով ավելի է անպատվում։ Նմանապես Աստծո հանդեպ է մարդու կատարած մեկ հանցանքի գնահատականը եւ մարդու փորձերը ինքնաարդարացնելու։ Դրա համար մենք կարիք ունենք լրջությամբ նայելու աչառության մեղքին նույնպես, խորապես գիտակցելու եւ քայլեր կատարելու ի հակառակ աչառության։ Սա նույնպես անզորացության ընթացքի մեջ է։ Սա նույնպես կախված է մեր մտածելակերպի հետ, գիտակցության հետ, արթուն մտքի հետ, հասկացողության հետ։ Եթե մտածես, ընդունես ու խորապես հասկանաս, ապա կսկսես քայլեր անել եւ հաջողել ու տեսնել, թե Տերը ոնց է քեզ քո սրտիդ աշխատելով փոխում եւ իրական այս գործնական սերը ցույց տալիս ի հակառակ աչառության։ Ուրեմն երկրորդ, ինչպես լինել անաչառ, գիտակցիր աչառության մեղքի լրջությունը, հետևանքները, հասկացիր, որ այն ուղղված է Աստծո սրբության դեմ եւ այն հակառակ է աստվածային սիրո այդ թագավորական օրենքին։ Եվ երրորդ, այս տեքստում ինչպես լինել անաչառ, երրորդը եղիր ողորմած, Ընթերցենք 12 եւ 13 համարները։ Այնպես խոսեք ու այնպես արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, որովհետեւ անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու,
ողորմածությունը առամարում է դատաստան։ Այստեղ մի քիչ դժվար ընկալելի համաներ են, բայց փորձենք հասկանալ, ես իմաստային թարգմանությամբ էլ ընթերցենք ու փորձենք այս համաների կապը տեսնել։ Այնպես խոսեք ու այնպես արեք, որպես թե ազատության օրենքով դատվելու պատրաստվողներ, որովհետև դատաստան անողորմ է ողորմություն չցուցաբերողի նկատմամբ, իսկ ողորմությունը գերազանցում է դատաստանին։ Ուրեմն, այստեղ Հակոբոսը տալիս է երկու պատվեր, որոնք կապված են անաչառությամբ վերաբերվելու հետ։ Ինչպես պետք է խոսել, ինչպես գործնականում վերաբերվել, գործնականում ինչպես հոգ տանել մերձավորին։ Ինչպես անաչառ լինել յուրաքանչյուրի հանդեպ եւ ինչպես սեր ցուցաբերել։ Ասում է այնպես խոսեք ու այնպես արեք, որպես թե ազատության օրենքով դատվելու պատրաստվողներ։ Այսինքն նա մեր ուշադրությունը գրավում է գալիք դատաստանի վրա։ Կարծում եմ ամենքդ գիտեք, որ մարդու համար սահմանված են բեռնել, որից հետո լինելու է դատաստան։ Սա Աստծո խոսքն է մեզ ասում։ Յուրաքանչյուր մարդ պիտի դատվի ըստ իր գործերի, ըստ իր ապրած կյանքի։ Ասեմ, որ նայելով շատ քրիստոնյանի կյանքերին, գործերին, նպատակներին, արժեքներին, հոգևոր կյանքի համար ներդրած ջանքի անգամ չափսերին կամ քանակին, հասկանում ես, որ քրիստոնյաներից շատերը անլուրջ են վերաբերվում այս դատաստանին։ Բայց Տիրոջ խոսքը ասում է, որ մենք կանգնելու ենք Աստծո առաջ, Աստծո դատաստանի առաջ եւ ըստ մեր գործերի ենք դատվելու։ Հակոբոսն ուզում է մեր ուշադրությունը կենտրոնացնել այդ գալիք դատաստանի վրա։ Նայեք 12-րդ համարում։ Ահա որ անողորմ դատաստան է սպասվում։ Իսկ որտեղ չկա Աստծո ողորմությունը, այնտեղ ահա որ սարսափելի բարկության գավաթն է Աստծո, որ պիտի թափվի մարդկության վրա։ Երբ կարդում ես Հայտնության գիրքը, որտեղ նկարագրված է եկող այս դատաստանը, ու թե ինչ է սպասում երկիր մոլորակին, որից հետո անգամ հավիտենական կրակի այդ լիճը, այն սարսափեցնում է քեզ, կարծես մի պահ քեզ անհավատալի թվա, բայց այն լինելու է, այն իրականություն է, դեպ այն Տերն է ասել։ Եվ հարցն այն է, թե ով է պատրաստվում այս եկող դատաստանին։ Դու պատրաստ ես արդյոք դատվելու ըստ քո գործերի։ Դե դու գուցե ասես, ես դատվելու եմ ըստ իմ հավատքի։ Այո, սակայն գործերն ըստ Հակոբոս թղթի անբաժան են հավատքից։ Այսօր գործերը ցույց են տալիս հավատքիդ էությունը, կենդանի ու մեռած լինելը։ Իսկ եթե այսօր դու չարթնանաս, չհասկանաս քո հավատքի վիճակը, չքննես քո գործերը, ապա դատաստանի օրը կքննվի քո գործերը եւ կցուցադրվի քո հավատքի ինչպիսին լինելը, կենդանի թե մեռած։ Դրամասուրբ գիրքը պատվիրում է ասելով. քննեցեք արդյոք հավատքի մեջ եք։ Ինչպես քննել։ Քննելով գործերդ, ապրած կյանքդ, պտուղդ նայելով, որի մասին Հակոբոսը խոսում է հաջորդի, դրա մասին ավելի մանրամասն կխոսենք։ Դու ապրում ես մեղքը ուրացած կյանք, արդյոք դու ապրում ես անզունած կյանք, դու վերցրել ես քո բաժին խաչը ու գնում ես արդյոք Հիսուսի ետևից, շարունակելով նրա գործերը, նրա նպատակները երկրի վրա, թե դու ապրում ես ժամանակավորի համար։ Քո միտքը կենտրոնացած է արդյոք Աստծո արքայության գործերի վրա։ Փնտրում ես արդյոք, թե ինչպես ծառայել այդ գործերի իրականացման համար։ Դրա համար մի նայր քո զգացմունքներին կամ քո սուբյեկտիվ կարծիքին, նայր քո կյանքի բերած պտուղին, ինչ է արտադրում քո հավատքը։ Ինչ է արտադրում քո հավատքը։ Հակոբոսն ասում է, որ մարդը կամ դատվելու է օրենքի կողմից, 9-րդ համարում, ասենք օրենքի կողմից կդատապարտվեք, կամ 12-րդ համարում ասում է դատվելու է ազատության օրենքով։ Ուրեմն Աստծո օրենքի կողմից դատողներից, երբ որ օրենքը դատի, ոչ ոք չի արդարանալու ու չի ազատվելու հավիտենական պատժից։ Քանի որ չկա մեկը, ով ամբողջ օրենքը կատարած լինի իր կյանքի ողջ ընթացքում, բացի Տեր Հիսուս Քրիստոսից։ Այս դատաստանի մեջ չկա ողորմություն։
Եվ միևնույն ժամանակ այն կատարյալ արդար դատաստան է, որտեղ ամեն լեզու պապանձվելու է ու չի գտնելու ինքնաարդարացման ոչ մի խոսք։ Բայց կա դատաստան, որն ասում եմ, ազատության օրենքով է կատարվելու։ Այսինքն դատավորները դատվողներին ազատ են արձակելու։ Նրանք չեն կրելու իրենց արժանի պատիժը, քանի որ այդ պատիժը արդեն Հիսուս Քրիստոս կրել է։ Եվ այդ բոլոր գործած հանցանքները արդարացիորեն հատուցվել են իր կյանքի գնով։ Որն է այս ազատող օրենքը։ Երբ ունայինք 12-րդ համարը, այն ցույց է տալիս, որ այս օրենքը, որ ազատեց մարդուն, դա Աստծո ողորմությունն է։ Աստծո ողորմության օրենքը։ Աստծո ողորմությունը, ասում է, գերազանցեց դատաստանին։ Արդար դատաստանը պիտի գար բոլոր մարդկանց վրա, եւ բոլորս արժանի էինք հավիտենական պատժի։ Իսկ գիտես ինչ է նշանակում ողորմություն, երբ Աստված չի վարվում մեզ հետ ըստ այն, ինչի մենք արժանի էինք։ Նա չի հատուցում մեզ մեր գործերին համապատասխան մեր արժանիքին։ Աստված որոշեց իր գերիշխան կամքով ու ընտրությամբ ցուցաբերել ողորմություն, այնպիսի իմաստությամբ, որտեղ արդարությունը կատարելապես պահպանվեց։ Արդարությունն ասում է, որ մեղքը պիտի պատժվի, ու հենց այդպես էլ եղավ։ Հիսուս պատժվեց մեր մեղքերի համար։ Ու հենց այս փառավոր գործի շնորհիվ ողորմությունը եւ արդարությունը մեկտեղ համատեղվեցին։ Արդարությունն ասում է, մեղավորը պիտի արժանի պատիժը կրի, իսկ ողորմությունն ասում է, մեղավորը արժանի պատիժը չի կրելու։ Ինչպես այս երկու հակասական գաղափարները միաբանվեցին այնպես, որ տեղի չունեցավ պայթյուն կամ անարդարություն տիեզերքում։ Աստվածային իմաստությամբ Քրիստոսի փառավոր զոհաբերությունը նրա կատարած գործն էր, որը իրականացրեց այս փառահեղ ծրագիրը, որ մենք շատ քիչ ենք հասկանում, քիչ ենք մտածում, քիչ ենք վայելում այս իրադարձությունը։ Տեղի ունեցավ փոխարինում, մեր մեղքերը վերագրվեցին Հիսուսին ու գտան արդար պատիժը, այդ կերպ արդարությունը բավարարվեց։ Իսկ Հիսուսի արդարությունը վերագրվեց մեզ ու մենք ազատվեցինք այդ պատժից, քանի որ դատաստանի ժամանակ մեզ վրա այլևս մեղք չի գտնվելու։ Ուստի եթե մեղք չկա, մարդը չի պատժվելու եւ այսպես ողորմությունը բավարարվեց, որովհետեւ այդ մարդը չպատժվեց։ Ողորմությունը գերազանցեց դատաստանին, կամ ուրիշ խոսքով ասած, դատաստանի ժամանակ ողորմության այս օրենքը ազատեց մարդուն։ Ովքեր են այն մարդիկ, որ ազատվելու են գալիք արդար դատաստանից այս ողորմության օրենքով։ Նրանք, ովքեր լոկասում են, ես հավատում եմ Հիսուսին։ Նրանք, ովքեր Հիսուսին Տեր են կոչում։ Հիսուս ասաց, որ շատերը պիտի խաբվեն կարծելով, թե ազատված են այս ողորմության օրենքով։ Տեսեք ինչ ասում, որովհետև դատաստանը ասում է անողորմ է լինելու ում նկատմամբ։ Նրանք, ովքեր չցուցաբերեցին ողորմությունը։ Հետևաբար ողորմությունը կազատի նրանց, ովքեր ցուցաբերեցին ողորմությունը։ Ոչ թե այն իմաստով, որ իրենք արժանացան ըստ իրենց այսպիսի ողորմած սիրո, ողորմած ծառայության, ոչ թե որ վաստակեցին Աստծո ողորմությունը, այլ այն իմաստով, որ ցուցաբերելով ողորմածություն, անաչառությամբ սիրելով մերձավորին իրենց անձի պես, դրանով վկայվեց, որ իրենց հավատքը կենդանի հավատքն է։ Դրանով ցուցաբերվեց, որ այս մեկը իրապես ծնվել է Աստծուց, որ այս մեկը արդեն իսկ ճաշակել է, համտեսել է Աստծո ողորմությունը, որտեղ Աստված փոխել է այս մարդու սիրտը եւ նա իր հոր նման ողորմած վերաբերմունք է ցուցաբերում։ Դա համար նրա ողորմածությունը ցույց է տալիս, որ իր նկատմամբ կիրառվել է Աստծո ողորմածությունը եւ դատաստանի օրը այն ի ցույց է դրվելու։
Այն գործը, որ Աստված ծածուկ տեղ մարդու սրտի մեջ էր կատարել, այն ցուցադրվելու է եւ այս կյանքում մարդու ողորմած վերաբերմունքով եւ գործերով եւ նաեւ դատաստանի օրը լիովին, բարձորեն, ամբողջապես։ Ու հետեւապես ողորմություն ցուցաբերողները նրանք են, ովքեր ունեն առողջ վստահություն, որ ողորմության օրենքը արդեն ազատել է իրենց եւ ազատելու իրենց գալիք դատապարտումից։ Իսկ անողորմ, աչառ ու եսասեր մարդը վկայում է, որ իր սիրտը փոխված չէ։ Անողորմ դատաստանը սպասում է անողորմներին, ովքեր ապրել են անողորմ կյանք, եւ այդ անողորմ կյանքը ցույց է տվել, որ իրենց սրտերում փոփոխություն չկա ճշմարիտ հավատ, չկա ճշմարիտ վերստին ծնունդ։ Որքան դու խոսես քո զգացմունքներից, օրինակ ես զգում եմ Աստծուն իմ սրտում, որքան դու խոսես քո հավատքից ու սիրույց, դրանք կարող են լինել ինքնախապկանք, եւ չկա պտուղը, եւ չկա փոխված կյանքը, եւ չկա հոր կամքին համապատասխան գործնական կյանքը։ Դրա համար է հաջորդիվ Հակոբոսը խոսում իրական հավատքի մասին, որը ցուցադրվում է գործերով, հնազանդությամբ Աստծո խոսքին ու ծրագրերին։ Ասում է հավատք ունես, ցույց տուր քո հավատքը, եւ ես էլ իմ հավատքը ցույց կտամ իմ գործերով։ Արդյոք դու ցուցաբերում ես ողորմություն, դու անաչառ ես, դու սիրում ես դիմացինին քո անձի պես։ Սա վկայություններից մեկն է, որ դու ունես փրկարար կենթանի հավատք։ Մատթեոս 9:13 Գնացեք սովորեք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ, որովհետեւ ես արթաներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին։ Հիսուս մեջբերեց այս խոսքերը Օվսիայի մարգարեությունից։ Աստծո ժողովուրդը սխալ էր հասկանում Աստծո խոսքը, նրա կամքը, նրա ծրագրերը, չէր հասկանում օրենքի անգամ նշանակությունը, չէր ճանաչել Աստծո ողորմությունը ու հետևապես չգիտեր ինչ է նշանակում սիրել դրացում եւ ողորմած լինել։ Օվսիա 6:6, որովհետեւ ողորմություն եմ ցանկանում եւ ոչ թե զոհ, Աստծո ճանաչում եւ ոչ թե ողջակեզներ։ Արդյոք դու իրապես ճանաչել ես ողորմած քո երկնային հորը։ Դու գիտակցել ես քո նկատմամբ նրա ցուցաբերած անսահման մեծ ողորմությունը։ Դու դրա համ առել ես քո հոգու մեջ։ Վայելում ես արդյոք այն ամեն օր, քանի որ այն ամեն վայրկյան շարունակվում է լցվել մեզ վրա։ Աստծո ողորմությունը շարունակ կիրառվում է մեզ վրա։ Արդյոք դու նմանվում ես քո հորը, լինելով ողորմած մեղավորների նկատմամբ, թե շարունակում ես աչառության մեղքը գործել։ Երանից սովորենք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում։ Հիսուս մի առակ պատմեց ներելու եւ ողորմած լինելու մասին։ Մատթեոս 18-րդ գլխում է գրված, ամբողջը չեն կարդա, դուք կարդաք հետո։ Ուրեմն այս առակը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված մարդու անսահման մեծ պարտքը ջնջել ու այլևս հատուցում չի պահանջում։ Իսկ այդ առակի մեջ այդ ներված ծառան ուներ ծառայակից, ով իրեն պարտքը ինչ որ չնչին գումար։ Համատած այն ահռելի պարտքի, որ ինքը ուներ Տիրոջ նկատմամբ։ Այս ներված ծառան, որ Տերը նրան ներել էր, իր պարտքը ջնջել էր, չցանկացավ ներել իր ծառայակցին ու խեղդելով, ասում է, պահանջում էր այդ չնչին գումարը։ Ու տեսեք Տերն ինչ է ասում այս չար ծառային։ Մատթեոս 18-ում 2-3 համար ընթերցենք։ Չար ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև դու ինձ աղաչեցիր։ Պետք չէր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի։ Եվ Տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Այս առակով Հիսուս սովորեցնում է լինել ողորմած, ինչպես ձեր երկնային Հայրն է ողորմած ձեր նկատմամբ։ Նա ներեց ձեր բոլոր հանցանքները, ուստի դուք էլ ներեք միմյանց, սիրեք եւ ընդունեք։ 10-րդ համարն ասում էր, որովհետև դատաստանը անողորմ է ողորմություն չցուցաբերողների նկատմամբ։ Ով չի ցուցաբերում ողորմածություն, դրանով իսկ ցույց է տալիս, որ Աստծո ողորմածությունը
նա չի ճաշակել, նա չի գիտակցել, չի հավատացել, չի ընդունել։ Ոստի այս մեկը դատապարտվում է օրենքի կողմից, որպես օրինազանց։ Իսկ 12-ն ասում է, նրանք, ովքեր ողորմության օրենքով են դատվում, նրանց, ում հասել է Աստծո ողորմածությունը, նրանք, ովքեր ճաշակել են, գիտակցել են, ապրել են իրենց հոգում Աստծո ողորմության քաղցրությունը, ուրեմն դուք էլ ողորմած եղեք, ինչպես ձեր երկնային Հայրն է ողորմած ձեր նկատմամբ։ Կամ ասում է, այնպես խոսեք, այնպես վարվեք, ովքեր պատրաստվում են դատվելու այդ գալիք ողորմության դատաստանով, ովքեր ճաշակել են այդ ողորմածությունը, պետք է վարվեք, խոսեք, քայլեք համապատասխան այդ ողորմածության։ Եվ քո մտքով ու սրտով ամեն օր Աստծո հետ շփվելով լցվում ես նրա ողորմությամբ ու շնորհով, գիտակցում ու վայելում ես այն քո հոգով, եւ դու խորապես ընկալում ես, թե ինչպիսի ողորմություն է ցուցաբերված, եւ շարունակ ցուցաբերվում է քո նկատմամբ ամեն վարքյան, ապա այսպիսի արթուն միտքը, այսպիսի արթուն հաղորդակցությունը քո հոր հետ քեզ ազատելու է աչարության մեղքից, քեզ սովորեցնելու է լինել ողորմած, քեզ սովորեցնելու է լինել սիրող քո դրացիներին քո անձի պես, որտեղ այն հոգին, որ քո մեջ է, այդ հոգին շարունակ, երբ որ դու շփվես ու հաղորդակցվես, դու սկսելու ես նմանվել այդ Տիրոջը, որտեղ նա շարունակ քո մտքի հետ աշխատելու է, հիշեցնելու է, վերահսկելու է եւ քո բնավորության մեջ քեզ կերտելու է շատ ավելի նման Հիսուսին։ Մի քանի կիրառություններ որպես ամփոփում։ Ուրեմն սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ։ Մենք տեսանք 8-րդ համարում, որ ասում է արքայական օրենքը, սիրո օրենքը։ Այս անձնահոզող սերը միջոց է հաղթելու աչառության մեղքը։ Սիրել Աստծուն նշանակում է հավասար է այն սիրել մարդկանց, եւ ծառայել Աստծուն հավասար է ծառայել մարդկանց։ Հիսուս ապրեց մեզ համար, որպեսզի մենք էլ ապրենք ուրիշների համար։ Փնտրիր մերձավորիդ շահը ու այդ կերպ կնմանվես Հիսուսին։ Եվ որքան դու նմանվես Հիսուսին, դու հաղթելու ես այդ աչառության մեղքը։ Երկրորդ, գիտակցիր աչառության մեղքի լրջությունը եւ վերած հետևանքները։ Այն ուղղված է Աստծո էության դեմ։ Այն հակառակ է գործում Աստծո նպատակներին։ Քո կյանքն ու գործողությունները կփոխվեն եւ միտքդ նորոգվի ու արթուն լինի։ Ամեն քեզ պատած առիթի դեպքում մտածիր, թե որն է հակառակ աչառությանը եւ վարվիր անաչառ։ Եվ երրորդ, հիշիր եկող դատաստանի մասին։ Հակոբոսը մեր ուշադրությունը գրավեց եկող դատաստանի ուշադրություն դարձնելու համար։ Աստծո ողորմությունը քեզ ազատեց դատապարտումից։ Քո հանդեպ անսահման մեծ ողորմություն է ցուցաբերվում, ուրեմն դու էլ եղիր ողորմած։ Ողորմություն չցուցաբերողը վկայում է այդ կերպ, որ իր գալիք դատաստանը նույնպես անողորմ է լինելու, որտեղ ողորմածությունը հաղթում է աչառության, այն հաղթելու է դատաստանին, եւ այն նաեւ հաղթում է աչառությանը, երբ որ դու քո հոր ողորմությունը ճաշակելով դու նույնպես սովորում ես ինչպես լինեմ ողորմած իմ շուրջի մերձավորների նկատմամբ։ Եկեք ոտքի վրա աղոթք անենք։ Մեր ողորմած սիրելի Հայր, որքան շնորհակալ ենք Տեր քո շարունակական սիրո, հոգատարության, քո հայրական խնամակալության համար Տեր։ Շնորհակալ ենք, որ դու շարունակ մեզ հանդուրժում ես, շարունակ մեր սրտերի մեջ աշխատում ես, որպեսզի մեզ փոխես, շտկես այն ամեն ինչ, որ քեզ հաճելի չէ։ Դու մեզ այնպեսի միտք Տեր, որ մենք նույնպես ցանկանանք Տեր ընթանալու այն ճանապարհը, որը որ դու ես պատրաստել մեզ համար, որպեսզի մենք ցանկանանք ել ավելի նմանվել Հիսուսին։ Եվ այս աչառության մեղքը, որ այսօր խորում ենք Տեր, օգնիր, որ այն մենք նկատենք մեր կյանքում, մեր առօրյայում, մեր եսի նկատմամբ սիրո մեջ Տեր։ Տեսնենք եւ նաեւ
Տուր մեզ աչքեր, տուր մեզ ականջներ, որ մենք նկատելով մեր մերձավորների կարիքները մենք անտարբեր չլինենք, այլ ինչ որ դու մեզ տվել ես, որ իրականում դա քոնն է, օգնի, որ մենք լինենք տվողներ, լինենք առատաձեռն, լինենք շնորհառատ, ինչպես դու ես մեր երկնավոր Հայր։ Ուստի սովորեցրու մեզ, որպեսզի մենք ապրելով այս երկրի վրա ամեն մի օրը, ամեն մի հնարավորություն չկորցնենք, այլ ցույց տանք քո Որդու Հիսուս Քրիստոսի սիրո մեծագույն օրինակը, ինչպես նա ապրեց մեզ համար, մենք էլ ապրենք մեր կողքինների համար, որպեսզի մեր գործերը տեսնելով մարդիկ իրապես տեսնեն, որ կա ճշմարիտ եւ փառավոր մի Աստված, եւ դա է այն աղբյուրը, որից մենք սնվելով որպես քո զավակներ կարողանում ենք ցուցադրել քեզ, ցուցադրել քո փառքն ու գեղեցկությունը, օրհնի քույրերիս, եղբայրներիս, մեր միաբանությունը, մեր շփումն ու հաղորդակցությունը, Տեր, մեր մտերմությունը դու շարունակիր մեզ պահել ամուր, մտերիմ եւ քո սերը թող թագավորի մեր բոլորի հարաբերությունների մեջ։ Օրհնի մեր քույր եղբայրներին, ովքեր անցնում են ֆիզիկական տկարությունների միջոցով, առողջական խնդիրների միջոցով, հոգեվոր տկարությունների միջոցով, Տեր, դու այցելիր ամենքին եւ քո շնորհի առատությամբ լցրու, զորացրու, ոտքի կանգնեցրու եւ թող այդ ամենի մեջ քո անունը փառավորվի, դու երևաս ու դարձյալ քո ողորմությունը երևա, որպեսզի տեսնելով ամենքս քեզ փառավորենք ու մեծարենք։ Հիսուսի անունով ենք խնդրում, դու փառավորվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։